Այո, չգրանցված դեղ չի նշանակում, որ ուրեմն անպայման կեղծ է, ոչ արդյունավետ է, ոչ, չգրանցված դեղեր վաճառում են անհատ ձեռնարկատերերին պատկանող փոքր դեղատները, որ ցանց չեն։ Ինչի համար է կարևոր դեղի գրանցումը։ Կարևոր են պահպանման պայմանները։ Այսինքն ջերմաստիճան, խոնավություն, ջերմաստիճանը, խոնավությունը, թե ինչ ճանապարհով է սա անցել, այսինքն եթե այդ դեղը դու բերես չպահպանելով այդ ջերմաստիճանի կանոնը, ինքը էլի կդառնա անարդյունավետ դեղ։ Մենք որ պետական մարմնին դիմել ենք, բոլորն ասում են, որ իրենց համար անհասկանալի է։ Այս մեր գնումների արդյունքում, օրինակ, երբ որ մենք գնում էինք, մեզ տալիս էին ՀԴՄ-ն, այնտեղ գրված էր այլ դեղի անուն, այսինքն դու գնում ես քաղցկեղի ինչ-որ դեղ, ու այնտեղ գրված է, որ դու վիտամին ես գնել։ Կեղծ դեղը գրանցելու համար դիմես քեզ թույլտվություն չեն տա, բայց ճանապարհը կա այդ բերելու։ Հայկական տիրույթում այդ դեղերի մասին ոչ մի բան չկար, բացի մեր նյութից, հիմա էլ որ նայեք, բացի մեր նյութից այդ դեղերի անունները ոչ միտեղ չեն հիշատակվում։ Պետական հատվածից adekvat արձագանք ստացել եք։ Նախարարությանը անգամ երբ որ մենք ասում ենք ինչի է այս վիճակը, ասում են թող տեսչականը ստուգի, կոնկրետ պեկի դեպքում, երբ որ պեկը գնում է ասում է տվեք ինձ Օզեմպիկ, ու ինձ թվում է այդ այնքան բացահայտ են ասում, որ պալիտ են անում, որ իրենք հենց այդ ստուգողներն են։ Տվեք ինձ Օզեմպիկ, իրենք ասում են մենք չունենք։ Հաջողությամբ են ասում, որ Մանավանդ դեղեր են եղել, երբ որ իրանք Հայաստանում օրինական գրանցում չունեն, բայց դրանց վրա արկա է եղել այդ պեկի դրոշմապիտակը, դա ամենածիծաղելին է։ Հորդորում են գնալ առնել այստեղ, ու իրենք հավատով գնում են առնում են այդ դեղը, այլ չեն խորանում սրանք Հայաստանում գրանցված են, գրանցված չեն։ Ողջույն, ուրախ եմ հաղորդակցվել ձեզ հետ նաև այս ձևաչափով, որովհետև ենթադրում է ազատ քննարկում, բանավեճ, ինչ որ առումով նաև անմիջականություն։ Այս տաղավարում ես միայնակ չեմ, ինձ հետ են հետքի լրագրողներ, երիտասարդ լրագրողներ Նարե Պետրոսյանը եւ Անյա Սարգիսովան։ Իհարկե պետք չի խաբվել նրանց երիտասարդ տարիքին, որովհետև նրանց հրապարակած նյութերը, հոդվածները քննարկումների թեմաներ են դառնում, ինչը շատ ուրախալի է, որովհետև շատ փոփոխություններ առաջանում են հենց այդ քննարկումների արդյունքում։ Հուսով եմ դուք էլ մասնակից կդառնաք այս քննարկումներին եւ մեկնաբանությունների դաշտում կգրեք թեմային վերաբերող ձեր դիտարկումները, առաջարկությունները, ինչու՞ չէ նաեւ եթե ունեք դառը փորձ, կիսվեք նաեւ այդ դառը փորձով։ Իսկ թեման հետեւյալն է՝ դեղեր, որոնք վաճառում են դեղատներում առանց պետական գրանցման, դեղեր, որոնք ունեն ցածր արդյունավետություն կամ դեղեր, որոնք չունեն ներմուծման հավաստագրեր։ Մի քիչ հավակնոտ ներկայացրի, կարծում եմ պատվով կհաղթահարենք։ Ընդհանրապես խնդրում եմ մի քիչ ներկայացրեք, թե ինչ է նշանակում դեղերի շուկա, որովհետև դուք մի քանի հոդվածներ ունեք, հատկապես սև դեղերի շուկա, որովհետև սև դա միայն գույնը չի, իր հետևում բազմաթիվ թաքնված կողմեր ունի։ Սկսենք, Անյա։ Սկսենք։ Նախ շատ ուրախ եմ, որ այս ձևաչափով կարողացանք դեղերի շուկայի մասին պատմել, քանի որ աշխատանքները շատ ավելին էին, քան ցույց էինք տվել ու ներկայացրել էինք, քո հետ էլ պարբերաբար այդ թեմայով քննարկումներ էինք անում, որ հետո իրավական գործընթացների զոհ չդառնանք, ինչի մասին ինձ թվում է կխոսենք։ Իսկ ինչ վերաբերում է այս շուկային, մեզ ասեմ էս ու անցնենք հետո արդեն մանրամասն Նարեն կշարունակի, երբ որ այս նյութերը անում էինք, չգրանցված դեղերի մասին էին գրում, ես այն մեկնաբանություններին էի հիմնականում ուշադիր, որ մեզ գրում էին հա հետո այս դեղերը մարդկանց կյանք են փրկում, չվաճառեն, չծախեն, բա հետո ոնց այս մարդիկ բուժվեն։ Մենք այս թեմայի մասին բարձրաձայնելով ուզում ենք նաև այդ անվտանգությունը ապահովել, այսինքն այո, չգրանցված դեղ չի նշանակում, որ ուրեմն անպայման կեղծ է, ոչ արդյունավետ է, ոչ, կարող են լինել արդյունավետ ու չգրանցված դեղեր։ Դրանց Հայաստան հասնելու հարցն է շատ տարօրինակ, կասկածելի, չստուգված ու անհասկանալի է, թե ոնց է այդ դեղը, որ Հայաստանում օրինական գրանցում չունի, մտել մեր երկիր։ Այս թեման անընդհատ շրջանառել, դրա մասին անընդհատ գրելու իմաստն է նա, որ Հայաստանի պատասխանատու մարմինները
կարողանան ավելի շատ դեղեր գրանցել, ինչ որ լծակներ բանեցնել, տարբեր դեղագործական ընկերությունների թեկուզ խնդրեն, հորդորեն, առաջարկեն ու այնպիսի պայմաններ ստեղծեն, որ այն դեղերը, որ շատ անհրաժեշտ են, բայց չունեն գրանցում, գրանցվեն, որպեսզի էլ կարիք չլինի կասկածել այս դեղը, որ մենք գնում ենք հաստատ արդյունավետ կլինի իմ մահացու հիվանդություն ունեցող, իմ, չգիտեմ, օնկոլոգիական, տարբեր շաքարային դիաբետ ունեցող մարդուն կօգնի, թե չի օգնի։ Նարէ, ինչի՞ խոչընդոտում որ մարդիկ բուժում ստանան, որովհետև դու էլ ես գրել, հատկապես քաղցկեղին վերաբերող դեղերը, դեղերի մի մասը իհարկե Հայաստանում գրանցում չունի, թեև շուկայում ազատ վաճառվում են։ Իհարկե ինքը տխուր թեմա է, բայց պակաս տխուր չի նաև այն իրավիճակը, որ մենք ունենք, նաև արդյունավետության տեսանկյունից, որովհետև լուրջ ուսումնասիրություններ կան, որ դեղերի մի մասը ընդհանրապես արդյունավետություն չունեն կամ նվազ արդյունավետ են։ Անյան շատ ճիշտ նշեց իր խոսքում, այս դեղերի մասին խոսելիս մի քանի խմբի պիտի բաժանենք։ Առաջին խմբում չգրանցված այն դեղերն են, որոնք Հայաստան գալիս են օրինական ճանապարհով, այսինքն դեղագործական ընկերությունները դիմում են առողջապահության նախարարությանը, ստանում են թույլտվություն այդ դեղը ներմուծելու ու այս դեղերը օրինական ճանապարհով Հայաստանում են հայտնվում։ Երկրորդ խմբում են դեղերն են, որոնք անօրինական ճանապարհով են հայտնվում Հայաստանում, բայց սրանք նորմալ դեղեր են, կարևոր այլընտրանք են Հայաստանում են դեղերի կողքին, որոնք գրանցված են, թանկ արժեն ու մարդկանց անհասանելի են։ Ու երրորդ խմբում են դեղերն են, որոնք անօրինական ճանապարհով մտնում են Հայաստան ու կեղծ դեղեր են։ Գլխավոր խնդիրը այս դեղերին է վերաբերում ու մեր հետաքննության շեշտն էլ հենց այս դեղերի վրա էր, որ մենք փորձել էինք ցույց տալ, թե ինչպես են այս դեղերը հայտնվում բուժառուների ձեռքում, բժիշկները չեն կարողանում սրա համար ինչ-որ լուծում գտնել, որովհետև բնական է գրանցվածները թանկ են, մնացածը էլի գտնելը հեշտ չի, ու մարդիկ հայտնվում են այսպիսի իրավիճակում, երբ որ շատ մեծ գումար են վճարում մի դեղի համար, որը օգուտ չի տալիս, սրվակներում ջուր է կամ չգիտեմ, այլ նյութ է, որը աղաջուր է, որը ընդհանրապես օգուտ չի տալիս, մեր նյութի գլխավոր խնդիրը սա էր ու մենք փորձել էինք գտնել ճանապարհ ձեռք բերելու սրանք ու պարզվեց, որ այդ ճանապարհները շատ են ու այդքան էլ դժվար չեն։ Ու շատ հեշտ են։ Հեշտ։ Ես էլ կարող եմ օրինակներ Բոլորս, այո, եթե դու ուղակի գնաս կոնկրետ հատուկ ոչ թե հատուկ դեղատներ, այսինքն այն խոշոր ցանցերը, որոնք որ ունեն բազմաթիվ մասնաճյուղեր, աշխատում են խոշոր դեղագործական ընկերությունների հետ, իրենք էլ են ներմուծող, հիմնականում չեն վաճառում չգրանցված դեղեր, որովհետև նախ դա իրանց վարկանիշի վրա է ազդում, հետո իրանց դա պետք չի, այսինքն իրանք իրանց շահույթը այդ տարբերակով ապահովելու կարիք չունեն։ Հիմնականում չգրանցված դեղեր վաճառում են անհատ ձեռնարկատերերին պատկանող փոքր դեղատները, որ ցանց չեն, ու այդպես ուղղակի իրանք տարբեր ճանապարհներով բերում են, անհասկանալի Աստված գիտի թե ինչ ճանապարհներով բերում են, վաճառում են այդ դեղերը։ Բայց ես չհասկացա, ինձ թվում է մեզ լսողները կամ ընթերցողները եւս չեն հասկացել, ինչի համար է կարևոր դեղի գրանցումը։ Զուտ, որ պետական ընթացակարգը պահենք, թե նաեւ վերահսկողությունն է դրանով ապահովում եւ այլ բաղադրիչներ ունի։ Գլխավոր հարցը վերահսկողությունն է, որովհետև երբ որ դեղը գրանցված է, այդ դեղը ներմուծելու ամբողջ process-ը հսկվում է, այսինքն այդ դեղը այլ երկրում, օրինակ եվրոպական երկրում ձեռք բերելուց մինչև Հայաստան հասնել, դեղատուն հասնել ու բուժառուին հասնել, այդ բոլոր փուլերում անցնում է հսկողություն։ Այս դեղերի դեպքում, երբ որ մենք խոսում ենք օրինակ քաղցկեղի դեղերից, շատ կարևոր են պահպանման պայմանները։ Այսինքն ջերմաստիճան, խոնավություն, խոնավությունը, թե ինչ ճանապարհով է սա անցել, այսինքն եթե այդ դեղը դու բերես չպահպանելով այդ ջերմաստիճանի կանոնը, ինքը էլի կդառնա անարդյունավետ դեղ։ Անկամ եթե օրիգինալ լինի, կեղծ չլինի։ Այսինքն եթե ինքը մինուս ջերմաստիճանային այդ պայմաններում պետքա լինի, սառնարանում պահվող, դու իրան բերես, չգիտեմ, ռյուկզակիդ մեջ, ճամպրուկի մեջ, մի 10 հատ դնես, բերես, տենց քո համար անցկացնես, դա արդեն արդյունավետ չի, քանի որ իր միջի այն ազդող նյութը, որ պետքա հատուկ պահման պայման ունենա, արդեն այդ խախտվել է, չկա։ Բայց ձեր կարծիքով դեղատներում այդ 10-20 հատ ներկրումներն են վաճառվում։ Չգիտեմ, օրինակ, ես անձամբ չգիտեմ, թե
ոնց է ստացվում, այսինքն Ավալների ինչով են մասին բերում։ չունենք, էլի, իսկապես Քանի տվյալներ որ չունենք։ մենք որ պետական մարմնին դիմել ենք, բոլորն ասում են, որ իրենց համար անհասկանալի է։ Դե Պեկին պետք է այս հարցերը տանք, ոնց են բերում։ Ոնց են բերում այդ դեղերը, դուք առհասարակ ստուգել եք, տեսնենք ոնց են բերում, թե չէ, որովհետև հաստատ դեղատունը, որ դրա պահանջարկը կա ու համ բժիշկները գիտեն, համ բուժառուները գիտեն, թե որտեղից պետքա ձեռք բերեն այդ Դե բժիշկները նաև ուղղորդում նշանակում են, են ասում են դեղեր, գնա, որոնք գրանցված չեն, չէ՞։ հեսա մենք կսկսենք պատմել նաև այդ գնումների մասին, թե ոնց էինք դեղատներից գնումներ արել ու այդ ամեն ինչը նաև տեսանկարահանել, չկար մի դեղատուն, որ այդտեղի աշխատողը չասեր, ձեզ որ բժիշկն է ուղարկել, ում մոտից եք եկել, ում պացիենտն եք, այսինքն իրենք հստակ գիտեն, ուղղորդում կա ու նաև իրանք իրար մեջ այդ ամեն ինչը շատ լավ գիտեն, մեր համար անհասկանալի է, թե այդ դեղը ոնց է հասնում։ Այստեղ մի նոր դրվագար ներկրման հետ կապված, իհարկե կանդրադառնանք նաև ձեր գնումներին, որովհետև կարևոր գործառույթ եք իրականացրել, բայց օրինակ եթե ես, չգիտեմ, մի 5 կիլո ավել նարինջ ներկրեմ, սահման անցկացնեմ, պետք անմիջապես կստուգի արձանագրություն կկազմի, գուցե մի հատ էլ մեծ հաղորդագրություն տարածի եւ այլ, բայց դեղեր են ներկրում, որոնք գրանցված չեն կամ թույլտվություն չունեն, հավաստագրված չեն, այդ ոնց է անցնում։ Դե օրինակ մարդը իրանց Թռչնի թևին են կապում, չգիտեմ, կենթանու ոտքից են կապում, որ սահմանը անցնում, ոնց են անցկացնում։ աղավներով, չգիտեմ, օրինակ անձնական օգտագործման համար թույլատրելի չափ կա, չէ՞ դեղի, որ կարելի է բերել, բայց վստահաբար դա ավելին է, այդ քանակները դժվար այդքան հարազատ ունենան ճամփորդող, որ խնդրեն ամեն մեկը բերի, անհասկանալի է թե ոնց են բերում։ Ամեն դեպքում վերջին տարիներին ՊԵԿ-ը մի քանի հաղորդագրություն ունեցել է, մեր նյութից հետո էլ են եղել, որտեղ մենք տեսել ենք, թե ինչ մեծ խմբականակով այդ դեպքերը իրենք բացահայտել են, որ մեծ քանակությամբ դեղեր բերվել են Հայաստան, չգիտեմ միշտ այդ դեղատներում հայտնվող դեղերը այդ խմբականակով են գալիս Հայաստան թե չէ, բայց այսպիսի դեպքեր լինում են, այսինքն երբ որ դու նայես այդ քանակը, ինքը իրոք շատ մեծ է, հնարավոր չի թաքցնել։ Տարիներ առաջ մեկ ապրանք մյուս ապրանքի տեղ անցկացնելու պրակտիկա կար, օրինակ բանջարեղենի հետ կապված կամ այլ ապրանքների հետ կապված դեղերի առումով էլ է, այդպես ասենք մենք վստահ ենք, որ սահման անցած դեղը հենց այդ անվամբ է մաքսազերծվում։ Ինձ թվում է վստահ չենք այս դեպքում, հենց սա այդ դեպքի մասին է, քանի որ այս թեմայի հետ ընդհանրապես կապ չունեցող, բայց էլի ախտահանիչ նյութի մասին էինք վերջերս գրել, որ ինքը հավասարեցվում է բժշկական սարքավորում եւ բժշկական պարագայի ու հատուկ կոդով պետք է անցնի ու հատուկ պետք է հսկվի ստուգվի մաքսայինում, բայց էլի չէր արվել ու դա ներմուծվել էր կոսմետիկ միջոցի անվան տակ ու հենց այդպես էլ վաճառվել էր ու դրա մեջ չկար այդ ախտահանիչի ազդող նյութը, ինձ թվում է, սա իմ լրիվ սուբյեկտիվ կարծիքն է, որ էլի նույն տրամաբանության մեջ բերել են մեկ այլ, չգիտեմ, ինչ որ մի ուրիշ բանի, բադի օրինակ կամ չգիտեմ, սննդային հավելումի, վիտամինի անվան տակ, որոնք որ այո չեն հսկվում, դրանց բաղադրությունը չի հսկվում։ Ու երբ որ մենք Պեկին հարցնում ենք, Պեկն ասում է մաքսայինի աշխատողները չգիտեն բոլոր դեղերի անունները ու չեն կարող իմանալ, չգիտեմ, այսինչ դեղը դիպրոսպանը հաստատ հորմոն է, թե սա բադ է։ Իսկ ցանկ գոյություն չունի։ Չգիտեմ։ Հավանաբար պետք է լինի, բայց երևի այդպես հպանցիկ են նայում կամ Այս արդեն երևի ինչ որ աշխատողների Որպեսզի այդ ենթադրությունների դաշտից դուրս գանք, նաև դու գնումներ էի կարել, այդ գնումների օրինակով, հա, կարելի է նաև հստակ ասել։ Դու ինչ եք բարձրել, օրինակ այդ գնումների ժամանակ ինչ բարձվեց, այսինքն գնումը կարելի էր նաև անել պաշտոնական մակարդակով, նույն ՊԵԿ-ը, նույն առողջապահության նախարարությունը, տեսչական մարմինը եւ այլն։ Ինչ գնում եք արել, հետաքրքիր է։ Այդ ներմուծելու վերաբերյալ մի բան էլ ասեմ, որը sense կապվում է այս մի հարցին, բացի նրանից, որ այլ բանի տակ գուցե ներմուծում են, այլ անվան տակ նաև վաճառում են։ Այս մեր գնումների արդյունքում, օրինակ, երբ որ մենք գնում էինք, մեզ տալիս էին ՀԴՄ-ն, այնտեղ գրված էր այլ դեղի անուն, այսինքն դու գնում ես քաղցկեղի ինչ-որ դեղ, ու այնտեղ գրված է, որ դու վիտամին ես գնել։ Կամ այն անալոգի անունն էին գրում, որը որ Հայաստանում օրինական գրանցված է։ Այսինքն մենք գնում էինք ինչ-որ մի այլ դեղ, որ չունի Հայաստանում օրինական գրանցում, բայց դրա համար մեզ տալիս էին կտրոն, որտեղ նշված էր օրիգինալի անունը, որը որ Հայաստանում գրանցում ունի։
Այսինքն դրանից վաճառում են, բայց Այսինքն գալիս ապացուցելու են բան փաստը, որ միապրանք մեկ այլ այո, ապրանքի իհարկե։ անվան տակ է Հիշում ես այն շաքարային դիաբետի դեղը, որ առանք այդ կինն ասեց կարամ ուրիշի չեք տամ, հա։ Մենք պարտադիր գնում անելիս ուզում էինք այդ կտրոնները, որպեսզի հետո կարողանանք նաև տեսչականին ուղարկել որպես ապացույց։ Բայց որ ուղարկել ենք ինչ իրականում։ Իրականում տենց արդյունք չտվեց, բայց ամեն դեպքում այդ կտրոնը շատերի համար խնդիր էր, որովհետև ասում էին դե չենք կարող այդ դեղի կտրոնը տալ, կարող ենք ուրիշ բան գրել, որ դուք օրինակ, չգիտեմ, մենք ասում ենք պիտի օրինակ, չգիտեմ, ուրիշ մարդու համար եմ գնում, պիտի իրեն տամ, որ գումարը փոխանցի։ Կամ ասում ենք ապահովագրությունը պետքա ծածկի այդ ամեն ինչը թանկ դեղերի դեպքում։ Այդ բաներին բախվել ենք էլի մենք էլ այդ դեղատուն մտնելիս, չգիտեմ, տենց շատ սցենարներ կային, որ չէինք պատկերացնում, բայց ամենաաբսուրդ բաներն ենք էլի տեսել այնտեղ։ Օրինակ իմ տրամաբանության մեջ չի տեղավորվում բացահայտ վաճառել մի բան, որը գրանցված չի, հատկապես եթե կտրոնների հետ կապված է խնդիրը Հիմա որ առաջանում, ասենք դեղատների մոտավոր տեղերը խնդիր կլինի։ Մոտավոր չնույնացնենք ընկերությունների հետ, որովհետև չենք նույնացնենք, որ իհարկե միայն է դեղատները, չէ, բնականաբար շատ են, բայց կոնկրետ Ուլնեցի փողոցի վրա ամբողջ երկայնքով բոլոր դեղատները ազատ վաճառում են։ Չգիտեմ, հիմնականում, եթե կոնկրետ տեղերը չնշենք, բոլոր հիվանդանոցների, բոլոր բժշկական կենտրոնների մոտ կան փոքր դեղատներ, որ սրտիդ ուզած բանը կարող ես գտնել, առանց ինչ-որ խնդրի։ Դա այդպես է։ Իսկ դեղատները ում են պատկանում։ Անհատների, սովորական անհատների, ովքեր որ դեղ բաց, այո, սովորական մարդիկ են դեղատների։ Գուցե ինչ-որ կապեր կան, մենք բայց չենք կարող էլի տենց զրպարտել, որ հետո դատարանում չհայտնվենք, բայց հատկապես որ մի անգամ հատկապես որ մի անգամ հայտնվել ենք այս նյութերի պատճառով, այս առաջի մեր նյութի։ Ես ուզում եմ նաև մի քիչ պետական մարմինների արձագանքից խոսենք, որովհետև շատ բացահայտ բաներ են, ինչի մասին որ մենք խոսում ենք։ Դրա մասին բոլորը գիտեն։ Իմ համար, այսինքն եթե ես ընդամենը 2 տարի, հա, ուսումնասիրել եմ ու ինձ համար շատ բան է պարզ դարձել այս շուկայի վերաբերյալ, ես ահագին բան ինքս իմ համար եմ հասկացել, իմ հարազատի համար, որ Աստված մի արասե մի օր ունենա այդ դեղերի կարիքը, կամ չգիտեմ, սովորական որպես գնորդ լիքը բան իմ համար պարզ է դարձել, իմ համար անհասկանալի է, որ ոլորտը վերահսկող բոլոր հիմնականում 3, հա, այդ 3 պետական մարմինները՝ ՊԵԿ-ը, առողջապահության նախարարությունը, տեսչական մարմինը առողջապահական եւ աշխատանքի, այնքան սենց աչքերը փակ ու մենք չենք տեսնում, չենք լսում վիճակով են այս թեմային վերաբերում, ասում են ստուգում ենք, ցույց են տալիս այդ վիճակագրական թվերը, ցույց են տալիս են ստուգումներն ու դրա արդյունքում եղած բացահայտումները, որ արել են ոլորտը վերահսկելիս, բայց փաստորեն այս ամեն ինչը այնքան շատ է, որ նաև կարիք ունի լրացուցիչ ուսումնասիրության, լրացուցիչ վերահսկողության փաստորեն, որովհետև այն ինչ շատ ակնհայտ է, իրանք դա չեն տեսնում։ Ու գուցե նաև իրանք էլ են օգտվում որպես քաղաքացի այդ ամեն ինչից։ Չի բացառում իհարկե, նարը ի՞նչն է պատճառը, որ չեն բացահայտում, որովհետև սովորաբար պետքա ինչ-որ շարժառիթ լինի, շահագրգռվածություն լինի չբացահայտելու, չէ՞։ Ըստ էության մենք խոսում ենք բացասական երևույթի մասին ու պետական մակարդակով դա առնվազն պետքա կանխարգելվեր։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք բժիշկների հետ այս թեմայով, իրանք էլ ասում են, որ դե առանց դրա չենք կարող, այսինքն այդ դեղերը, որ հայտնվում են Հայաստանում, իրոք պետք են այս պահին։ Լավ, պետք են այդ դեղերը, ինչու չեն գրանցվում։ Եթե պետք են, եթե պահանջարկը կա, ենթադրվում է, որ նաև պետքա գրանցվի, որ մարդիկ օրինական ճանապարհով գնեն եւ այս ձեր նկարագրած իրավիճակներում չհայտնվեն։ Օրինակ դեղագործական կազմակերպությունները կարող են դիմել ինչ-որ դեղ գրանցելու համար, առողջապահության նախարարությունը ուսումնասիրում է այդ հայտը, հասկանում է ինչքանով է պետք է ամեն ինչ, ինչքանով է դեղի պահանջարկը կա ու գրանցում է։ Ուղղակի այս գործընթացը բավականին երկար է տևում, թանկ արժի ու ոչ բոլորն են պատրաստ, այսպես ասած, այդ փուլով անցնել։ Դրա համար շատերը ուղղակի ընտրում են հեշտ ճանապարհը, ավելի մատչելի են բերում այդ դեղերը ու հետո էլ նաև այդ մյուս ռիսկը կա, որ գուցե այդ կեղծ դեղերն են այդպես անցնում, այսինքն եթե դու կեղծ դեղը գրանցելու համար դիմես, քեզ թույլտվություն չեն տա, բայց ճանապարհը կա այդ բերելու ու շատ հարցերում այս process-ը ընդհանուր բարդացնում է
իրավիճակը ու մարդիկ չեն ուզում։ Այսպիսի մի տարբերակ էլ կա, երբ որ մենք նախարարության պատասխանատու ներկայացուցչի դեղերի վարչության պետի հետ հարցազրույց ենք արել, իդեպ երկու նյութերի դեպքում էլ արել ենք ու երկու անգամ էլ հիմնականում ինքը նույն պատասխանն է տվել, դե հասկանալի է, այդ պետք է ասի, բայց դե ամեն դեպքում ինքը ասում է թող դիմեն ու ստանան Ովքեր դիմեն։ դեղագործական ընկերությունները թող դիմեն, եթե այդ դեղի կարիքը կա, արտոնյալ կարգով ստանան դեղը ներմուծելու թույլտվություն ու էլի անցնեն են բոլոր, էլի դեղը համարվի Հայաստանում չգրանցված, անցնի են բոլոր փուլերով, որ պետք է անցնի ու բերեն վաճառեն իրանք ու մենք էլ իմանանք, որ միայն այդ ցանցին տվել ենք թույլտվություն։ Խոսել ենք դեղագործական ընկերությունների մի քանիսի հետ, իրենք այդ տարբերակին համաձայն չեն, ասում են, որ դա հարյուրավոր բարդություններ է առաջացնում, այդ գործընթացը շատ բարդ է, այդ գործընթացը շատ անհասկանալի խճճված է ու վերջում կարող է ասեն, չէ, մերժում ենք, թույլ չենք տալիս։ Բայց ձեր կարծիքով չպիտի բարդ լինի իրականում, որտեղ իրականում պետք է բարդ լինի, իհարկե պետք է բարդ լինի։ Որոշակի process-ներ անցնեն, հա, Այո, իհարկե։ բոլորին չպիտի թույլտվություն տան եւ առանց համապատասխան ստուգումների, բայց արդյոք դա այդ չափը չի անցնում դեպի բարդ վարչարարություն կամ ոչ թե այստեղ ինձ թվում է բարդ վարչարարություն եւ այլն, ավելի շատ այն է, որ մեր շուկան իրոք փոքր է ու եթե մեր հարևան Վրաստանի օրինակով նայենք, որտեղ ավելի շատ դեղեր կան հենց կոնկրետ քաղցկեղի, շաքարային դիաբետի, տենց հորմոնալ տարբեր խնդիրների բուժման համար։ Հարկերն են նաև հարկերն են ավելի քիչ։ Օրինակ մեր շուկան ԵԱՏՄ-ին է հավասարեցված, այսինքն այն բոլոր դեղերը, որ ԵԱՏՄ-ում ունեն գրանցում ու ներմուծման թույլտվություն, կարծեմ մեր մոտ էլ շատ հեշտ այդ նույն բանով է։ Ուղղակի մեր հարևան Վրաստանում հարկերը ցածր են, դեղերը էժան են ու իրանց շուկան շատ ավելի մեծ է, մեզնից մի քանի անգամ ու այդ խնդիրները, որ մենք ունենք, իրանք չունեն, այսինքն այդ նույն դեղը իրանց մոտ ավելի հեշտ կգնա, քան մեր մոտ։ Հիմա մեր պատասխանատու կառույցը, առաջին պատասխանատու կառույցը նախարարությունը ասում է, որ մենք հաճախ հետաքրքիր չենք լինում մեծ դեղագործական շուկաների համար, արտադրողներին մենք հետաքրքիր չենք լինում, իրենք ասում են, ինչի մենք մեր այդ նույն ռեսուրսը ներդնենք ձեր մոտ գրանցելու, եթե տարեկան սպառումը այսքան է լինելու, եթե կարան գնանք այն մյուս երկիր, այսքան սպառենք տարեկան։ Այսինքն զուտ բիզնես մտածողություն։ Նաև դե ասում են ամենավատ ու մեծ բիզնեսը դեղերինն է, հիմա չգիտեմ, երևի հենց այդպես է։ Ու նաև այդ ներմուծման հետ կապված այդ թույլտվություն տալու ես մի նյութ էի գրել էլի դեղերի ներմուծման վերաբերյալ, երբ որ նախարարությունը թույլ տվել էր ներմուծել չգրանցված դեղ, բայց հետո մեծ աղմուկ էր բարձրացել այս դեղերի հետ կապված, Ես հիշում եմ մի կազմակերպություններ, որ առնչություններ նաև բժշկական կազմակերպության հետ, բայց նաև նախարարությունը երկրորդ անգամ էր, չէ՞, կարծեմ։ Երկրորդ անգամ էր թույլտվությունը տվել, այնպես էր ստացվել, այս պատմությունը սկսվել 2021 թվականին, այդ ընկերությունը ներմուծել էր մանկական քաղցկեղի դեղեր, որոնք 2 տարի անց հետաքննական լրագրության բյուրոն գիտական այսպես համայնքի հետ համագործակցությամբ մեծ հետազոտություն էր արել ու պարզել էր, որ անարդյունավետ են այս դեղերը ու շատ դեպքերում նաև կողմնակի ազդեցություն են առաջացնում։ Ու դրանից հետո մենք սկսեցինք զբաղվել այս հարցով, հասկանալ թե հետով է բերել այդ դեղերը, որովհետև ես ուղղակի քարտեզի վրա տեսել էի, որ նաև Հայաստանն է նշված, այդ մեծ խմբաքանակի մասին չէր այդ տարի խոսքը, բայց մեր գործընկերների հետ համագործակցությամբ պարզեցինք, որ մի ընկերություն է բերել, որը թույլտվություն ունեցել է նախարարությունից բերելու։ Հետո նախարարությանը դիմեցինք հասկանալու թե արդյոք այդ դեղերը հետո իրենք տեսել են ինչպես են օգտագործվել, որտեղ են շրջանառվել, նախարարությունը դրա մասին տեղեկություն չուներ, իսկ ընկերությունը ասաց, որ պահանջարկը չի եղել, հասկացել ենք, որ սխալ ենք արել, որ ներմուծել ենք, որոշել ենք ոչնչացման հանձնել այդ դեղերը։ Ասում են դրանից եւս 2 տարի այդ ընկերությունը նույն տարում, երբ որ մենք այդ հրապարակումը արել ենք, այլ դեղեր ներմուծել, որը նորից այդ նույն հետաքննության շրջանակում պարզվել էր, որ անարդյունք է։
Էլի ոչնչացրել են, թե արդեն Այդ օգտագործել են։ մասին արդեն մեզ տեղեկություն չտվեցին, որովհետև այդ ընկերությունը չցանկացավ որևէ կերպ մեկնաբանել, այդ ընթացքում երբ որ մենք գրում էինք, արդեն սնանկ էր ընկերությունը ճանաչվել ու գործունեություն չէր ծավալում, բայց այնպես էր ստացվել, որ այդ ընկերությունը երկու դեպքում էլ այդ հետաքննության հիմքում էր, այսպես ասած, շատ պատահական ստացվեց երկու դեպքում էլ ես ուղղակի փորձեցի հասկանալ, թե ով է այս դեղերը ներմուծել ու երկու դեպքում էլ նույն ուղղությամբ գնաց հետաքննությունը ու այստեղ շատ հետաքրքիր էր նաև այն, որ նախարարությանը երբ որ հարցնում ենք, լավ, առաջին դեպքում իրենք ասում էին պահանջարկը չի եղել, դրա համար ոչնչացման ենք հանձնել, հիմա նոր դեղի համար ներմուծման թույլտվություն են ուզել ու նախարարությունը նորից տվել հարցում ենք, բա կար պահանջարկ, ասում է դե SSS կետերով ինչ որ հողումներ են անում օրենքին, որոշումներին ինչ որ նախարարի, ասում են դե սրա համար տվել ենք, բայց երբ որ կարդում ես ինչ որ абսուրդ բան է ստացվում, որ չգիտես ինչ տրամաբանությամբ են այդ թույլտվությունը տվել, եթե ոչ մեկը չի սպառել։ Հայկական տիրույթում այդ դեղերի մասին ոչ մի բան չկար, բացի մեր նյութից, հիմա էլ որ նայեք, բացի մեր նյութից այդ դեղերի անունները ոչ միտեղ չեն հիշատակվում։ Սովորաբար երբ մենք նյութեր են գրում, անհամբեր սպասում ենք, թե ինչ արձագանք կլինի պետական հատվածից։ Շատ հետաքրքիր է նաև, հա, պետական հատվածից adekvat արձագանք ստացել եք, գոնե ցանկության մակարդակով, որ ուզում են այդ հարցը կարգավորել։ Լավ, մինչ այդ սխալ ա եղել, ճիշտ չի եղել կամ թերություններ են ունեցել, բայց հիմա որոշել ենք, որ արդեն վերջ։ Պետք է սկսենք զրոյական կետից։ Դե քանի որ թույլտվություն տվող չտվողը նախարարությունն է, ներմուծման օրինական ներմուծման պատասխանատուն ՊԵԿ-ն է, իսկ այդ ամեն ինչի վերահսկողը առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն է, նախարարությանը անգամ երբ որ մենք ասում ենք ինչի է այս վիճակը, ասում են թող տեսչականը ստուգի, թող վերահսկեն։ Ու դա ասում են բազմաթիվ անգամներ, այսինքն մի անգամ չեն ասել, էլի դե լավ, դե ասում են այդ մարմինն է վերապահված, թող ստուգեն։ Տեսչականն ասում է մենք ստուգում ենք։ Ու երբ որ մենք նյութերը անելիս գրավոր հարցումներով դիմել ենք, իդեպ տեսչական մարմնի ղեկավարը առանձին այդպես հարցազրույց տալու առանձնապես ցանկություն չի ունենում երբեք ու նա խնդրում են իրանք գրավոր պատասխանեն այդ հարցերին, հետո երբ որ տարեկան ամփոփիչ ասուլիս եղավ եւ ես էլ ասուլիսի ընթացքում հարցրի պարոն Սարգսյան, ինչու չեք վերահսկում այս շուկան, ասաց վերահսկում ենք, ասացի ո՞նց եք վերահսկում, հսկիչ գնման իրավունք չունեին, հիմա արդեն հսկիչ գնումել են կարում անեն, ասեց մեր ռեսուրսները ավելի քիչ են, իսկ շուկան շատ մեծ է։ Բացի այդ վերահսկումը որ անում են հետևյալ կերպ։ Իրանք ասում են Պողոս, մենք վաղը գալու ենք քեզ մոտ։ Պողոսը գիտի։ Անում է դեղերը Պողոսը գիտի։ առանձնացրու հավաքից Ու Պողոսը բնականաբար ցուցասրահներից, հա։ նայեք, տարեկան ստուգման ցանկ կա, ամեն տարին երբ որ փոխվում է, հրապարակվում է ցանկը ու բոլոր տնտեսվարողները, անկախ ոլորտից, այսինքն այն ոլորտը, որը որ պետք է վերահսկի առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը, մտնում են, նայում են, տեսնում են, ըհը, Պողոս Պողոսյանի մոտ գնալու են այսինչ օրը ստուգման։ Բա Պողոս Պողոսյանը պարզ չի, որ պետք է պատրաստված լինի այդ ստուգմանը։ Իրենք ասում են, օրենքը այսպիսին է, մենք ոչինչ անել չենք կարող։ Հարցնում եմ, իսկ դուք դիմել եք վերադաս մարմին, այս դեպքում կառավարությունն է։ Թող փոխեն օրենքը, թող այդ համապատրաստից պատահական ստուգումները լինեն։ Այսինքն հիմա կարծեմ դրա իրավունքն էլ ունեն, բայց էլի սահմանափակ էլի, այսինքն եթե բողոք կա, բողոքով գնում են, բայց օրինակ մեր ներկայացրած փաստերը փաստորեն բավարար հիմք չեն հանդիսանում իրենց վարչարություն իրականացնելու համար, այսինքն կոնկրետ ՊԵԿ-ի դեպքում, երբ որ ՊԵԿ-ը գնում է ասում է տվեք ինձ Օզեմպիկ, ու ինձ թվում է այդ այնքան բացահայտ են ասում, որ պալիտ են անում, որ իրենք հենց այդ ստուգողներն են։ Տվեք ինձ Օզեմպիկ, իրենք ասում են մենք չունենք։ Հաջողությամբ են ասում, որ իբր ազդանշան։ Իրենք ասում են մենք չունենք Օզեմպիկ, բայց մենք մի շաբաթ առաջ դա գնել ենք, բայց ՊԵԿ-ի համար դեղատնել էին մտել ու չէին գտել, որովհետև գնել էին։ Ճիշտ ասած, դա չենք դիտարկել, այդ տարբերակը չենք դիտարկել, չէ՞։ Երբեք չենք բան արել, չենք մտածել, որ կարող ենք։ Ուղղակի տեսեք, իրանց հարցում ես հետաքրքրվածությունը ոնց է, իրանց շահագրգռվածությունը։ Ասում են, որ անելու ենք, ասում են, որ կանենք, բայց օրինակ հենց մեկը ՊԵԿ-ը, երբ որ ուզել էր դեղերի տուփերը, կտրոնները, ես իրենց առաջարկել էի, որ կարող եմ այդ դեղերը տանել հանձնել իրենց,
իրանք ասել էին դե չէ, որ պետք լինի, կասենք ու մինչ առ Ու այդպես այսօր էլ մենք պետք չեկավ։ չիմացանք երկրորդ նյութը չգիտեմ երբ է հրապարակվել, ճիշտն ասած, հրապարակվել է, երբ է հրապարակվել։ 25 թվականի Հա, աշնանը։ 25 թվականի աշնանը մենք չգիտենք, ՊԵԿ-ը ինչ որ բան արել է, մանավանդ դեղեր են եղել, երբ որ իրանք Հայաստանում օրինական գրանցում չունեն, բայց դրանց վրա արկա է եղել այդ ՊԵԿ-ի դրոշմապիտակը, դա ամենածիծաղելին է։ Այսինքն, այն դեղը, որ Հայաստանում օրինական մուտք գործելու իրավունք չունի, իր վրա այս դրոշմապիտակը կա, որը հավաստում է, որ ինքը օրինական է մտել։ Երբ որ նայում ես հետո այդ Հա, սկանավորում ես, հա։ օրինակ վիտամին է ցույց տալիս, Հա, էլի որ վիտամին մի դեղ կար, առաջ շատ տարածված էր բարալգինը։ Հետո Որպես հավազարկ։ հա, հիմա դրա վաճառքը Հայաստանում օրինական չի, գրանցված չի, այդ ֆարմեմ հարթակով դեղերի գրանցամատյանում դա չկա։ Դրա վրա կա ներմուծման մագնշում, մենք դա գնել ենք, թակ ստամպով այդ հավելվածով նայում ենք, QR սկանավորում ենք, բացվում է, որ դա ներմուծվել է որպես վիտամին։ Ու այն հասցեն, որով որ իբրև ինքը գրանցված է, այդ դեղը ներմուծող ընկերության հասցեն, նշված է գոյություն չունեցող հասցե, ինչ որ կենտրոն Նորք Մարաշ։ Ինձ մոտ մտահոգություն առաջացավ անկեղծ, որովհետև դեղերը կենսական անհրաժեշտություն են որոշ հիվանդությունների դեպքում, հատկապես քաղցկեղով քաղցկեղ ունեցող մարդկանց համար եւ այլն, գուցե շատ բաներից մեզ զրկենք, բայց դեղ մեր հարազատի համար գնենք։ Այս տխուր պատկերը իրոք մտահոգիչ է, բայց մյուս կողմից ուզում եմ նաև քաղաքացիների իրավագիտակցության մակարդակից մի քիչ խոսենք, ինչքանով են տեղյակ, որ օրինակ իրենց գնած դեղը կեղծ է, կամ որ թանկ վճարում են, գուցե աղաջուր են գնել, հույսով սպասելով, որ իրենց հիվանդը կապակինվի։ Օրինակ ես չէի ասի, որ այդքան իրավագիտակից են իրականում, որովհետև մարդիկ հիմնականում նայում են, հա, մանավանդ դեղատան աշխատողներին իրենք հավասարեցնում են բժիշկների, ու անգամ երբ որ դեղատան աշխատողն ասում է սա տար խմի, իրանք ավելի մեծ հավատով այդ դեղը տանում են խմեն, քան թե դա կնշանակի, այո, բժիշկը դա այդպես է, դա ինձ ես ունեմ դեղատներում աշխատող հարազատներ, եւ այդ դա վստահաբար ասում եմ, այս սխեմային ներսից ծանոթ եմ, այո, բայց ամենաահավորն է, որ մարդկանց երբ որ ասում ես, որ դա կեղծ է, կամ չգիտեմ, դա օրինական չի, ասում եմ, բայց այդ ինձ օգնում է, այդ ինձ բուժում է։ Գուցե դա ներշնչանքի, գուցե, չգիտեմ, բայց ամեն դեպքում ես չէի ասի, որ այս թեմայով մեր հասարակությունը բարձր իրավագիտակցության մակարդակի է։ Բացի այդ, երբ որ մենք խոսում ենք մարդկանց հետ, ովքեր ունեցել են այս խնդիրը դեղ գտնելու, օրինակ հարցնում ենք, չգիտեմ, կեղծ դեղեր են եղել, իրական դեղեր են եղել, գրանցված են եղել, թե չէ, իրենք չգիտեն, իրենց հորդորում են գնալ առնել այս տեղը, իրենք հավատով գնում են առնում են այդ տեղը, այլ չեն խորանում սրանք Հայաստանում գրանցված են, գրանցված չեն, հետո այդ գրանցամատյանի տեղը շատ քիչ մարդիկ գիտեն, որպեսզի ստուգեն, շատերը օրինակ չգիտեմ, ինչ որ դեղ բժիշկը խորհուրդ է տալիս գնալ գնել, դեղատանը խորհուրդ են տալիս այլ երկրի արտադրանք, որը փոխարինում է, օրինակ հնդկական տարբերակը, որը ավելի մատչելի է, քան եվրոպական երկրների արտադրանքը։ Բայց եթե չեմ սխալվում, հենց հնդկական դեղերի արդյունավետության հետ կապված է, հնդկական դեղերի արդյունավետության հետ կապված շատ տարբեր հարցեր առաջանում են ու նախարարն էլ վերջերս խոսում էր այդ մասին, չբանանելով նաև այն հարցը, որ այնպես չի, որ հնդկական դեղերը միշտ են վատ, այնպես չի, մենք էլ այդպես չենք ասում, բայց շատ դեպքերում մարդիկ այս հնդկական տարբերակը գնում են, որովհետև ավելի էժան է ու չեն էլ մտածում էլի, որ արդյունավետ չի լինելու։ Իսկ մեզ մոտ գրանցված են հիմնականում եվրոպական դեղերը ու օրինակ չգիտեմ, մի դեղանյութ պարունակող մի երկրի արտադրանք, բայց դրանք բազում են մեր շուկայում, բացի այն դեղատներից, որ մենք էլ ենք այցելել, որտեղ վաճառվում են այս դեղերը, նաև համացանցում են այս դեղերի վաճառքը կազմակերպում։ Նարե, բայց մեծ հաշվով օրինակ գնորդին ես որպես շարքային սպառող, ինձ հետաքրքիր է գրանցվածա թե չէ։ Ես օրինակ ելնում եմ այն կանխավարկածից, որ եթե գոյություն ունեն երկրում պետական մարմիններ, ստուգող հաստատություններ, ուրեմն ամեն ինչ պետք է օրինական լինի։ Դե դու շատ լավ ես վստահում մեր պետական մարմիններին։ Չէ, այնպես չէ, որ շատ լավ եմ վստահում, բայց գոնե այդ մինիմալ
Վստահությունը պետք է լինի, չէ՞։ Դե իրոք էլի մարդկանց չգիտեմ, ասում եմ, այդ գրանցամատյանի տեղը շատ քիչ մարդիկ գիտեն ու մարդկանց այդ գրանցման process-ն էլ այնպես չի, որ հասկանալի է, էլի, թե ոնց են այդ դեղերը գրանցվում, որ մի հատ էլ խորանան դրանք գրանցված դեղեր են, թե չգրանցված են։ Այստեղ ավելի շատ այդ արդյունավետության հարցն է ու մարդկանց այդ հավատի, որովհետև այն դեպքում, երբ որ մարդը պետք է այդ դեղը գնի, իրոք շատ այլ հարցեր են առաջանում ֆինանսականից սկսած, որ ուղղակի չես մտածում էլի գրանցված լինելու մասին։ Նաև այդ դեղերի գրանցամատյանի ֆարմեմի մասին եթե խոսենք, ուրեմն նախ պետքա շատ ուշադիր լինել այդտեղ անուն ներմուծելուց, այդ կայքը այդքան լավը չի իրականում, որովհետև այնտեղ երբ որ մի անգամ ինչ որ տվյալ ես ներմուծում ու անունը պետքա լինի հիմնականում այն լեզվով, որով որ գրանցված է, որովհետև այնտեղ ինքը երևի լավ չի հասկանում, հա 2007 թվականի ինտերֆեյսով է եկել։ Ինքը ավելի լավ կասի։ Ու նաև դեղաչափերը, որովհետև լինում է մի դեղի, չգիտեմ, 0.25-ը գրանցված է, 0.5-ը գրանցված չի։ Այսինքն պետք է նաև այդ դեղաչափերին ուշադիր լինել, հետո Այսինքն անհատականացնող տվյալներ կա, այո, անհատականացնող տվյալներ կա, եթե դու ձեռք ես բերել, չգիտեմ, սմեկտա, հիմա Հայաստանում չկա օրինական սմեկտա, բայց կա սմեկցի կա։ Այսինքն այդ կամ չգիտեմ ձեռք ես բերել դեքսալգինի 0.75 կարող է դոզաները խառնեմ, մոտավոր եմ ասում, 0.75-ը գրանցված չի, բայց 0.25-ը գրանցված է։ Մանրամասն այնտեղ կա նկարով ու 3D պատկերը այդ դեղատուփի, որ մարդիկ կարողանան նայել հենց վիզուալների տարբերությունն էլ տեսնել։ Իսկ համապատասխանում է, գոնե դա համապատասխանում է, թե Պիտի համապատասխանի, որտեղ դրա հիմքով են գրանցում։ Հա։ Ընդհանրապես մենք որ խոսում ենք սպառողների մասին եւ այլն, մենք երբեմն մոռանում ենք, որ սպառողները տարբեր կրթական մակարդակ ունեցող, իրավագիտակցություն ունեցող մարդիկ են եւ հաճախ իրենց պետք է ուղղորդել։ Ինչպես է ստացվում, որ բժիշկները, որպես իրավագիտակից եւ ոլորտի մասնագետ, ուղղորդում են հիվանդին այնպիսի դեղեր գնելու, որը վստահ եմ իրենք էլ գիտեն, որ օրինական չի ներկրվել։ Այսինքն այստեղ գոյություն ունի նաև բժիշկ, ներկրող, համագործակցություն, թե ուղղակի զուտ բարի կամքի դրսևորումը։ Տեսեք, համագործակցությունը, չգիտեմ, ինչ տրամաբանության մեջ, օրինակ, այնտեղ ինչ որ շահ հետապնդելով, թե ուղղակի իրոք իմանալով, որ այս մարդը հաստատ նորմալ է դեղ բերում, այսինքն նորմալ, ճիշտ է չգրանցված է, բայց բերում է նորմալ բաղադրությամբ, ոչ կեղծ դեղ, այդ գուցե նաև այդպես են, այո, ուղղորդումը անում, որովհետև երբ որ մենք օնկոլոգների հետ խոսում էինք, իրենք ասում էին, մենք գիտենք, օրինակ, այս ինչի մոտ այդ դեղը գոնե կեղծը չի։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք գնա այս ինչի մոտից առ, հաճախ ասում ենք, որովհետև գիտենք, որ այս ինչը, երբ որ բերի դեղ, որ Հայաստանում չունի գրանցում, ինքը նաև ազդեցությունը կունենա, այսինքն կեղծ չի լինի։ Նայրի օնկոլոգներից Բադալյան Լևոնի հետ, երբ որ մենք հարցազրույց էինք անում, ինքը մեզ ցույց տվեց Կեյտրուդա անվամբ քաղցկեղի դեղը, որ սովորական, չգիտեմ, անզեն աչքով չէր կարելի տարբերել կեղծն ու օրիգինալը, երբ որ արդեն պետքա բուժքույրը ներարկումը աներ, ինքը եկել է սրվակը սենց նայել է, թափատվել ու տեսել է, որ այս սրվակը օրիգինալ չի, կեղծ է։ Այո, ֆիզլուծույթ էր, որը երևի թափահարելիս ավելի, չգիտեմ, էլի բժիշկները կիմանան այդ մակարդմանը աստիճանը բանը հավանաբար, ու երբ որ ուլտրամանուշակագույն այդ լույսը գցել է տուփի վրա, տեսել է, որ այդ հոլոգրաֆիկ այդ պատկերները չեն արտացոլվում տուփի վրա։ Ու այդ գործընթացը կանգնեցրել է, բուժքրոջն ասել է, որ չներարկի, բայց ասում է բուժքույրը չի տիրապետում այդ ամեն ինչին, չգիտեմ, գուցե եթե ինքը այդ պահին չլիներ, այդ մարդը այդ դեղը ընդուներ օրիգինալի դեղ։ Ու նման դեպքերը վստահ եմ, եթե այդ բժիշկը դա բացահայտել է, վստահ եմ, որ բազմազանել կլինեն, քանի որ էլի չգիտեմ, ասում են, քիմիան ստացանք, չօգնեց, այս մի բանը օգտագործեցինք, չօգնեց, նշանակում է, որ այդ դեղի մեջ այն ազդող նյութը, որ պետք է լինի, չկա, բացակայում է։ Հիմա տպավորությունը այնպեսին է, որ այս ամբողջ ինֆորմացիան ձեզ շատ հեշտ է տրվել, գնացել եք, գնում եք արել, պարզել եք, կարդացել եք, ստուգել եք եւ այլն, բայց իրականում ինքը բազմաթիվ այտենց խութեր ունի,
հատկապես որ ձեր դեղերի թեմայով էլ հայտնվել ենք դատարանում, ուզում մի քիչ այդ հակնված կողմերի մասին էլ խոսենք, էլի, որովհետև մարդիկ նաև վստահում են լրագրողներին, լրատվամիջոցներին որոշ դեպքերում, հատկապես եթե չեն վստահում պետական մարմիններին։ Դուք այսպես ասած ճակերտավոր տեսչական մարմին եք, տեսչական մարմնից դուրս։ Մի քիչ դրա մասին կխոսեք, այդ նյութերը այտենց հեշտ են ձեզ նախ տալիս պետական մարմինները եւ հայթայթած հանրամատչելի տվյալները արդյոք հավաստի են, որովհետեւ շատ տվյալներ եւս մեկ անգամ ստուգելու անհրաժեշտություն առաջանում։ Ու մեկ էլ հա, որովհետեւ ինձ էլ է գցել էս կրակինից, ձեր դատական գործից պատմենք։ Հա Ընդհանրապես ոնց ենք սկսել այս թեմայով զբաղվել առաջին անգամ, սկսել ենք ուսումնասիրել այդ Facebook-յան խմբերը, որտեղ վաճառվում էին այս դեղերը։ Սկիզբը այդտեղից է եղել։ Մեծ խմբեր կան, որտեղ ասում են ժողովուրդ ջան, այս դեղը ունեմ, վաճառում եմ այսպես, ու նաև կան շատ դեղերի վաճառքներ այս խմբերում, որտեղ տակը կոմենտներում դնում են դեղատների հասցեներ, թե որտեղից գնաս առնես, այսինքն ուղղորդում են։ Մենք այդ մաների դեղատների մեծ մասը այդ կոմենտներից ենք նաև գտել, որովհետև այդ հայտնի ցանցերն են, որտեղից մարդիկ գնում են այդ դեղերը, զանգել ենք այդ դեղատներ, շատերը ասում են դե այս պահին չունենք, բայց կունենանք, կբերենք, որն է ձեզ պետք, ասեք կբերենք։ Հետո որ հարցում ենք դե որ երկիրն է, ասում են դե այս երկիրն է, ինչ տարբերություն։ Կարևոր է ձեր համար, կարևորը դեղը կունենաք։ Հա, ձեզ որն է պետք, այդ կբերենք։ Ու ոչ մի բարդություն չէր առաջանում էլի այդ գործընթացում։ Հետո սկսեցինք ինչ-որ մարդկանց գտնել, ովքեր բախվել են այս խնդրին, իրենց պատմությունները լսել, ու սկսեցինք նաև արդեն գնալ այս դեղերի հետքերով, դեղատներ, պատկան մարմիններին հարցումներ ու հարցազրույցներ, այսպես այս նյութը կառուցեցինք այս մեխանիզմով։ Բայց նաև անպայման նշենք, որ մեր դատական գործերը, որովհետև Բայց ուզում էի նաև շրջանցեք, դու ես կրակը շատ կարևոր բայց մի հատ էլ ասեմ, որ մեր մտադրությունը ամենևին դեղատներին թիրախավորելը չի, այսինքն մենք չենք ուզում, ասենք գիտեք ինչ կա, դեղատներ չգրանցված դեղեր մի վաճառեք, ոչ։ Հաճախ այդ չգրանցված դեղերը կարող են կյանքեր փրկել, այո։ Մեր այսքան հրապարակումների իմաստն է, որ պետությունը ավելի աչալուրջ լինի, ավելի չգիտեմ, հետևողական լինի այս ոլորտը վերահսկելիս ու նաև գոնե որակը այո, գոնե որակը ստուգվի ու այն դեղատներն էլ որ վաճառում են չգրանցված դեղեր, քանի որ դրանց պահանջարկը կա, չբերեն կեղծ դեղեր, որովհետև իրոք այդ մի սրվակի մեջ մի ամբողջ կյանք կարա լինի ու չանեն էլի այդտենց դատական process-ի մասին, բայց երևի պատմենք, որ երևի չէ ցանկալի է։ Այո, այդ ընկերություններից մեկը մեր դեմ հայց էր ներկայացրել, քանի որ մենք նշել էինք մեկ այլ անվանում, որով որ ինքը այդ գործունեությունը ծավալում է։ Այսինքն մի ընկերությունում տնօրեն էր, մի ընկերությունում սեփականատեր էր, ու մենք այն ընկերությունում որտեղ տնօրեն էր, դրա այդ դեղատան անունը դրել էինք այն դեղատան վրա, որից որ առել էինք այդ չգրանցված դեղը։ Ու արդյունքում մենք ճիշտ բան էինք, այսինքն այդ փոխկապակցված էր, բայց դե քանի որ անունը խառնել էինք, մեր դեմ հայց ներկայացրին։ Եվ շահեցինք դատը։ Շարունակությունը դու պիտի պատմես։ Բայց ոնց շահեցինք, որովհետև հա, նաև կարևորը կախարդեց։ Նաև կարևոր է այստեղ մի քիչ բարեխղճության մասին խոսել, որ հիմնական լրագրողների մասին հակասական կարծիքներ կան, որ դե լրագրողները անբարեխիղճ են, ինչ ուզում գրում են եւ այլն, բայց երբ որ նկատեցինք, դա իհարկե տեխնիկական է, դա բովանդակային առումով ոչ մի բան չէր փոխելու այդ նյութի, որտեղ ընդհանրապես անունների տարբերություն էր, անմիջապես ուղեցինք նյութում եւ ավելացրինք համապատասխան հետգրությամբ, որ մենք ուղում ենք արել։ Դրանով ավարտել։ Հա, ոչ բարեխիղճ չենք։ Չէ, իրական Չէ, բայց մի րոպե, կներեք, էլի, ես մի քիչ վրդովված էի այդ ժամանակ, քանի որ այդ աշխատանքը անելուց հետո, որովհետև ինքը իրականում շատ ծավալուն աշխատանք էր ու մենակ նրա վրա շեշտը դնել, որ չգիտեմ ինչ որ անուն է շփոթվել, ինձ թվում է այդքան էլ արդարացի չի, չնայած այդ մարդու բիզնեսն է, այդ մարդու շահն է, հետո էլ արտադատական կարգով այդ մարդիկ չեն փորձել մեզնից օրինակ խնդրել կամ ասել կամ զգուշացնել, որ մենք փոխենք, որ մենք սխալվել ենք։
Այսինքն կարող էին զանգել, ասել հետք ջան, որովհետև օրը տասնյակ մարդիկ մեզ զանգում են Դու տարբեր այդքան բան գրել խնդիրներով։ ես մի հատ էլ զանգեն հետք ջան։ Դու պետք է ասես, թե ինչ ընթացք ունեցավ մեր դատական Դե կարծում ես process-ը։ բարեհաջող ավարտվեց, Այո։ բայց մի կարևոր բանի մասին էլ էլի նշենք, որ լրագրողները եւս անսխալական մարդիկ չեն, իհարկե։ հնարավոր է Մենք տեխնիկական ոչ մի սխալներ անել։ պատմություն չսարքեցինք դրանից էլ, ուղղակի նյութի վերջում սիրում նշեցինք, որ ընդունում ենք մեր Կներեք։ սխալը ու արել ենք այդ փոփոխությունը, ինչ որ մեզնից Այո։ պահանջում էին։ Այսինքն ընթերցողից ներողություն խնդրելը երբեք ամոթ չի, էլի, եթե դու սխալվել ես, կամ թեկուզ այն մարդուց, ում հանդեպ որ այդ սխալը արել ես, հա, օքեյ, ներողություն ենք խնդրում ու ճիշտ է, շատ լավ կլիներ, որ այդ սխալը չլիներ, բայց որ եղել է, ներողություն։ Շատ լավ, բայց ոնց որ ինձ անդադս բզում ես, որ զավեշտալի դեպք Հա, ես ուզում ուրեմն մենք, հա, ուրեմն բայց տարօրինակ է մի քիչ էլ մենք խոսում ենք այս տխուր բաների հա, մասին ու բայց այս զավեշտալի շատ տենց իմ համար համենայն դեպս շատ տենց տխուր եւ զավեշտալի դեպքեր, ասեմ ինչի տխուր, որովհետեւ ինձ թվում է այս պարագայում գոնե խաբել չի կարելի։ Երբ որ մենք երկրորդ անգամ գրեցինք չգրանցված դեղերի մասին, էլի տենց մեծ նյութ արեցինք, այս դեպքում արդեն ընտրել էինք մի դեղագործական ցանց, դեղագործական չէ, դեղ վաճառող ցանց, չենք նշել նյութում այդ ցանցի անունը, որպեսզի չթիրախավորենք, բայց ինքը միակ ամենամեծ ցանցն էր, որտեղ որ չգրանցված դեղերը ազատ վաճառվում էին, իդեպ 18-ից հետո ստեղծված ցանց էր, էլի ոչ մի քաղաքական ենթատեքստով չեմ ասում, ուղղակի ուզում եմ իր ստեղծման թիվը էլի նշեմ։ Այսինքն որ շատ Հա, այսինքն ինքը հին պատմություն չունի։ Հիմա արդեն ունի 28 դեղատուն, այդ վերջին տվյալներով 28 դեղատուններ, այնտեղ էլի իր սկիզբը եղել է հայտնի հիվանդանոցներից մեկի Բաքում փոքրիկ դեղատուն ունենալով, ու հիմա շատ ազատ վաճառում է չգրանցված դեղեր սրտի ուզածի չափ, սրտի ուզածի տեսականին։ Երբ որ մենք այս նյութը սկսել էինք, բնականաբար ուզեցինք նաև իրենցից մեկնաբանություն ստանալ, դե սկզբում իրանք արհամարում էին, չէին պատասխանում, այսպես ցրողական, ու իրանց ցանցի մասնաճյուղերից մարզերում, չգիտեմ, Գյումրի, Սևան, Աբովյան, շատ հեշտությամբ չգրանցված դեղեր առնում էինք ու առնում էինք ՀԴՄ կտրոններով։ Մեկի դեպքում է, որ ՀԴՄ կտրոն չեն տվել, այսինքն ճիշտ գրված այո, գրված էր Օզեմպիկ, չգիտեմ, այն բան, Սմեկտա, Բարալգին, չգիտեմ, եւ այլն, հա, այդ դեղերի անունները գրած էր, ՀԴՄ կտրոնը տրամադրվում էր, էլի անհասկանալի է, ՊԿ ոնց չի տեսնում, որ այս դեղը գրանցում չունի, ոնց կարա իր համար տպվի ՀԴՄ կտրոն։ Բա դրա զավեշտը ո՞րն է։ Չէ, զավեշտը, չէ, զավեշտը դա չի, զավեշտը հեսա է գալիս։ Զավեշտը դեռ գալու է։ Մի խոսքով մենք այս տվյալները հավաքում ենք, ընթացքում փաստորեն իրանք գլխի են ընկնում, որ ինչ որ գործընթաց է, որովհետեւ Օզեմպիկը, իդեպ, Օզեմպիկը Հայաստանում երբեք չի ունեցել գրանցում, այսինքն այնպես չի, որ ինքը 5 տարով գրանցվել է, հետո գրանցումից հանվել է, Օզեմպիկը շաքարային դիաբետի դեղ է, ներարկիչ է այսպես, բայց դա օգտագործում են հիմա ցավոք սրտի առանց դրա հետևանքները իմանալու, ցուցման, հա, օգտագործում են նիհարելու համար։ Այդ շատ վատ է, չգիտեմ, պետքա ինձ թվում է մասնագետի հետ խորհրդակցել։ Վաճառում են բավականին թանկ արժեքով, իրենց կայքում նշված է 95,000 դրամ։ Հետո մենք 70-ով, հետո որ զանգում ես Օզեմպիկ առնելու, իրանք ասում են, բա նախորդ կտրոնը բերեք, կամ այդ տուփը, որ մեզնից գնել եք, որովհետև իրանք վստահ են, որ իրանք իրանց տուփը ճանաչելու են, կտրոնը դե բնականաբար իրանցն է, իրանց ընկերության անունով։ Մի խոսքով, ինձ թվում է այդ Օզեմպիկը գնելու ընթացքում, երբ որ չեկը չէին ուղարկել, առաքմամբ էինք պատվիրել, չեկը չէին ուղարկել ու հետո մենք խնդրեցինք, որ չեկի համար գնանք, որովհետև պետք է ուղարկենք մեր հարազատին, դե 90,000-անոց դեղը առնելուց ոնց կարաս չեկը չվերցնես։ Չնայած իրանք զեղչել էին, կարծեմ 70-ով էին առել։ Ամեն դեպքում այդ ընթացքում իրանք հավանաբար գլխի էին ընկել, որ անընդհատ իրանց մոտից sense կասկածելի չգրանցված դեղեր են առնում, այս ինչ խնդիր է, այս ինչ ա եղել։ Ու իրանք լրագրողների շրջանակում մի մարդ գտան, որ հիմա
էլի չեմ ասում, ոչ մեկի անունը չեմ տալիս։ Նախկինում աշխատել է լրագրող, հիմա աշխատում է առողջապահության նախարարությունում, բայց իրանք չեն իմացել, որ այդ մարդն աշխատում է առողջապահության նախարարությունում ու զանգել ասել են, որ կա մի աղջիկ լրագրող, որ ընկած է մեր հետևից, ամուսնուս դեղը շաքարի դրած է եղել սառնարում, մեր նոր աշխատողը չի իմացել վաճառել է այդ դեղը ու հիմա այդ աղջկա մոտ է այդ դեղը ու ուզում է մեր վրա փիս-փիս բաներ գրի, քան ահավոր էր ու այդ նախարարության այդ աշխատակիցը ասում է Անյա ջան, այդ ինչ եք էլի արել, բայց երբ կարող է անհարմար բան, ասում եմ, էս ինչ ջան ամոթ հա ուղակի որ իրանք այդ թեման այդպես են փորձել շահարկել մենք այդ մարդկանց անունը չենք գրելու նյութում մենք ուղակի ուզում ենք ցույց տալ որ անգամ ցանցին այսինքն մտավախություն ունեցել են որ իրենց անունը կպախարակվի կնշվի չգիտեմ կհեղինակազրկվեն կամ առերևույթ այդպես ցույց կտանք իհարկե տեսչական մարմինն ու ՊԿ կարծեմ ինչ որ վարչարարություն իրականացրել են այդ դեղատներում հիմա կարծեմ ավելի տենց ծածուկ են փորձում վաճառել կամ գոնե իրենց մշտական հաճախորդներին են վաճառում նոր մարդկանց չեն վաճառում բայց դե ամեն դեպքում այդ պատմությունը իմ համար շատ այն որ համ ծիծաղելի է, համ ամոթ է ինձ թվում է, նման կերպ փորձեն քողարկեն այն սխալը, այն թերությունը ու այն վատ բանը, որ արել են։ Ու հենց կոնկրետ այդ ցանցի վերաբերյալ իմացեք էլի ինչ եք անում, ասեմ, մենք բժիշկներից կոնկրետ լսել էինք, որ հենց ձեր ցանցից գնել են չգրանցված եւ կեղծ դեղեր, ինչ եք տենց բան անում։ Ամոթ ես։ Այո։ Նարեկ ջան, վերջում մի հատ sense համառոտ, հա, որպես եզրակացություն, ընդհանրապես վատ բանը չգրանցված դեղ վաճառել, թե կան չգրանցված դեղեր, որ կարելի է վաճառել, որտեղ լավ դեղ է օրինակ։ Դե էլի պիտի գանք ենիմ առաջին ասածին, Շատ այդ հեռու չգաս։ խմբերին, որ պիտի հասկանանք, թե որ խմբի մասին ենք խոսում։ Վերջին խումբը, որը վերաբերում է կեղծ դեղերին, բնականաբար Չէ, մենք չենք խոսում կեղծ դեղերի մասին, մենք խոսում ենք ուղղակի որ դեղը չգրանցված է, որտեղ մարդկանց մոտ կարող է sense հակասություն առաջանա, դե քանի որ չգրանցված է, ուրեմն բոլոր չգրանցված դեղերը վատն են։ Չէ, այդպիսի եզրակացություն անել չենք կարող, բայց պետքա ունենալ արժանահավատ փաստեր, որ այս դեղը իրոք օգուտ է տալու, որպեսզի չկարողանանք ինչ-որ սխալ գնում անել ու դրանից հետո ընկնել պատմության մեջ։ Դրա համար կարծում եմ, որ մեր նյութերի հղումները կլինեն նկարագրության բաժնում, կարող եք անցնել նայել ու նաև Գրանց Համատյանի հղումը կլինի, որպեսզի մարդիկ ովքեր չգիտեն այդ ինչա, իրենք եւս վերահսկողություն իրենք էլ հա տեսնեն ու իրական այդ process-ը շատ հետաքրքիր է, մենք էլ երբ որ սկսում էինք չգիտեինք դրանց մասին, ոչ այդ QR-ները սկանավորելու մասին, ոչ այդ Գրանց Համատյանի ու ես ու Անյան անդադ ինչ որ դեղեր էինք փնտրում, ուզում էինք հասկանանք, որ նա գրանցված, որը չի գրանցված, մեր տանը ինչ որ այդ QR-ներն էինք սկանավորում, որ տեսնենք ամեն ինչ նորմալ է թե չէ։ Ու այս կարևոր բանը պատրաստված լինելու ու ճիշտ որոշում կայացնելու համար, բայց էլի ասեմ, որ իրոք այդ չգրանցված դեղերը, որոնք Հայաստանում հայտնվում են այդ ճանապարհով, կարևոր այլընտրանք են այս պահին, եթե չկա ոնց որ դրան համարժեք այլ դեղամիջոց, իրոք միակ միջոցն է։ Ու բժիշկներն էլ ասում են, որ իրենք պիտի միջազգային այդ պրոտոկոլներին հետևեն, որպեսզի նշանակեն կոնկրետ հիվանդության դեպքում կոնկրետ դեղամիջոց, իսկ եթե Հայաստանում դրա գրանցված տարբերակը չկա, իրենք ստիպված այդ նշանակում են։ Այսինքն այստեղ կարևորը որ օրիգինալ դեղ գնել, կապի գրանցված է, գրանցված չի։ Այստեղ նաև բժշկի բարեխղճությանն է մնում, որ ճիշտ ուղղորդում անի ու կարողանան այս փուլից անցնել։ Ու մի հատ էլ վերջում sense մի նախադասությամբ ես մի հատ միտք հղացավ ինձ մոտ։ Մի նախադասություն, որտեղ ոնց է մեր օպերատորներից ֆրունզը սուրճի կարիք ունի։ Հա, հեսա մենք իրեն սուրճ կտանք։ Ես էլ ունեմ սուրճի կարիք։ Քեզ էլ, բոլորին, ձեզ ասեմ, քանի որ պետությունը բավարար չափով այս պահին, եկեք իրոք էլի արձանագրենք, որ փաստորեն բավարար չափով չի վերահսկում այս շուկան, պատասխանատվությունը նաև ընկնում է մեզնից յուրաքանչյուրի վրա։ Մեր վրա որպես լրագրողներ անընդհատ դրա մասին բարձրաձայնել, սպառողի վրա էլ, որ ուշադիր լինեն, մի քանի անգամ կարդան, մի քանի անգամ ուսումնասիրեն այդ դեղը ձեռք բերելուց առաջ, հարցնեն, այս ինչ երկրի արտադրանք է, ոնց է, որտեղից է եկել, ժամկետը տվեք, որ արդյունավետ լինի ու այն ինչի համար այդ օգտագործում են օգուտ տա ու առողջանան։ Բոլորը թող առողջ լինեն, դեղերի կարիք քիչ ունենան,
ունենալուց էլ օրիգինալ Այո, տեղեր գնել։ այո։ Շնորհակալ եմ շատ մեր ամենօրյա քննարկումը հեռուստադիտողի հետ այսպես քննարկելու համար։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ չենք տալիս, որովհետև սպասում ենք ձեր մեկնաբանություններին, կսպասենք, որպեսզի դուք էլ ձեր գրառումներն անեք մեկնաբանությունների դաշտում եւ կիսվեք ձեր փորձով։ Կհանդիպենք։